Ասեք ինչ փոխանցեց ձեզ Նարեկը, ինչ որ բան փոխանցեց։ Անկեղծ ասած Նարեկը որոշակի մի փոքր հույս ուներ, որ կարող է այսօր այս դատարանում տեղի ունենա արդարադատություն, բայց պատրաստվել էր նաև մնացած հնարավոր ելքերին։ Եվ հացադուլի որոշումը այնպես չէ, որ հենց այդ տեղում ծնվեց, դա մտածված քայլ է, շատ գիտակցված։ Եվ դա ոչ թե նպատակ ունի ցույց տալ, որ չգիտեմ, խղճահարություն առաջացնել եւ այլն, դրա միակ խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն իրականացնող դատական համակարգը թույլ է տալիս ապօրինություն։ Ապօրինությունը չի սկսվել այսօր այս դատարանում, սկսվել է նոյեմբերի 13-ի առավոտյան եւ շարունակում է առ այսօր։ 2 ամիս Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն անցկացրել են բանտում, ընդ որում Նարեկ Սամսոնյանը բանտում է անցկացրել 2 ամիս միայն հետույք բառն արտահայտելու համար, արտաբերելու համար, եւ ուղղակի այս ապօրինության շղթայի հետ համակերպվել, շարունակել, սպասել, այլևս աննպատակ է։ Նարեկի դիրքորոշումը սա է։ Հարցադուլը շատ գիտակցված քայլ է եւ սա բողոք է, անհամաձայնություն է այն ապօրինություններին, որոնք տեղ են ունենում Հայաստանում արդարադատություն իրականացնող մարմինների կողմից։ Արդյունք կտա հարցադուլը։ Ինչպես լսեցիք, Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Մենք մեր մասով ասեմ, որ եւ պաշտպանական թիմը եւ անտիֆեյքը շարունակելու են պայքարը հանուն Հայաստանում խոսքի ազատության, հանուն չլռեցված լինելու իրավունքի, շարունակելու ենք թակել բոլոր հնարավոր դռները, շարունակելու ենք բարձրաձայնել ապօրինության մասին հնարավոր բոլոր տարբերակներով, բոլոր միջազգային կառույցներին, բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերին, ովքեր որ կարող են հետաքրքրված լինել Հայաստանում ժողովրդավարության խոսքի ազատության թեմայով։ Մենք մեր գործը անելու ենք, ինչպես արել ենք մինչ այս։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ բանտում կա կալանավորված անձ, ով որ հայտարարել է հացադուլի մասին, մենք նաև այս թեման պետք է համապատասխան կառույցներին տեղ հասցնենք, բայց ուզում եմ վստահ լինեք, որ սա շատ գիտակցված քայլ է Նարեկի կողմից եւ նա պատրաստ է իր չլռեցված լինելու համար պայքարել այդ թվում եւ մեռնելու գնով։ Հույս ունենք, որ ապօրինության շղթան ուղղակի կկանգնի, հույս ունենք, դեռ հույսը չի ավարտվում, հա, որովհետև եթե հույս չունենանք, ուղղակի պարզապես ոչ մի բան չպետք է անենք, բայց ինչպես ասեցի, Նարեկի իր մասով ինքը բանտում է շարունակելու այս ձևով պայքարը, մենք մեր մասով, պաշտպանական թիմի իր մասով, անտիֆեյքի խմբագրության ներկայացուցիչներն իրենց մասով, բոլոր հնարավոր ձևերով շարունակելու ենք պայքարը, մինչև որ հասնենք նրան, որ հետույք բառը արտասանելու համար բանտում հայտնված մարդը օր առաջ հայտնվի ազատության մեջ։ Շնորհակալություն։